Մաթուսաղա նշանակում է, երբ նա մեռնի, ջրհեղեղ կուղարկվի։ Որովհետև Ենովքն է նրան այդպես անվանել։ Ենովքը կառուցեց բուրգը, եւ Ենովքը գիտեր ամեն ինչ մինչև վերջին օրերին գլխաքարի գալուստը։ Ենովքն ուներ դա, քանի որ դա Աստվածաշունչն էր, դա երկրորդ Աստվածաշունչն էր, այնպես որ Ենովքը գիտեր, որ այն քաղաքակրթությունը, որում իրենք գտնվում էին, անհետանալու է։ Եվ երբ Մաթուսաղան մեռնի, կգա ջրհեղեղը։ Եվ հենց այն տարում, երբ Մաթուսաղան մեռավ, Նոյը 600 տարեկան էր, եւ նա մտավ տապան, եւ Աստված փակեց դուռը։ Եվ ողորմության դռները փակվեցին, բայց Նոյը գիտեր, աշխարհը չգիտեր, բայց Աստված ասաց Նոյին. Նոյ գնա, մտիր տապան։ Մինչ նա կառուցում էր տապանը, մարդիկ դա համարում էին այնքան հակագիտական, բացի այդ նա կրթված մարդ չէր, իսկ աշխարհի քաղաքակրթությունը շատ բարձր էր։ Ուստի նրանք մտածում էին այս մարդը հիմար է, բայց այս մարդն ուներ Աստծո խոսքը, եւ նա ուներ պատգամ, որը զգուշացնում էր մարդկանց սպասվող դատաստանի փոթորիկների մասին։ Մոտենում էր Տիրոջ մեծ ու ահեղ օրը, միթե այս մասին չի ասվում Մալաքիա 4:5-ում։ Ես նրան կուղարկեմ Տիրոջ մեծ ու ահեղ օրից առաջ, միթե նա Նոյի նման մարգարե չէ։ Միթե նա չէ, որ դուրս է բերում ժողովրդին։ Միթե նրան չէր տրված պատգամը, որ այս ժամին, նախքան այս ամենի կործանումը, նախքան Արմագեդոնը եւ այլն, Աստված դուրս կբերի մի ժողովուրդ։ Ով ուներ այդ պատգամը՝ Բիլի Գրեհեմը, Օրալ Ռոբերտսը, Հռոմի Պապը։ Ոչ ոք չուներ նման պատգամ։ Ով ուներ այնպիսի հաստատում, ինչպիսին այս մարդն ուներ։ Նրանցից որևէ մեկը կանգնել եւ զանազանել էր սրտերը, նրանցից որևէ մեկի առջև Աստված բացել է Աստվածաշունչը, նրանցից որևէ մեկի երևացել է Աստծո հրեշտակ եւ հանձնարարություն տվել, ոչ ոքի։ Եվ այսպես, երբ նայում եք եւ տեսնում եք այստեղ, ինչպես ասացի, եւս մի քանի համար ու կավարտենք։ Բայց ես շեշտում եմ այս համարները, որովհետև ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, հասկանում եք, շատերը ուշադրություն չեն դարձնում իրենց կարդացածին, նրանք մակերեսորեն են կարդում, ես կարդալ գիտեմ, ես գրագետ եմ, բայց Աստվածաշունչն այդպես չի կարելի կարդալ։ Երբեմն պետք է տեսնել, թե որ բառն է Աստված օգտագործել, ինչպես է օգտագործել եւ ինչ շեշտադրում կա այդ տեքստում։